Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-977-521 եւ հայաստանյան 060 3511 31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Ռուզան Ասատրյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնում, QR կոդը ձեր էկրաններին է։ Բարև ձեզ Տիկին Ասատրյան, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Տիկին Ասատրյան, խոսենք առաջին հերթին, թե դիվանագիտական այս շրջանակներում ինչ հաջողություններ են արձանագրում, վերջին օրերին Դուշանբե, Եգիպտոս ներկապահին, ունենք Արաբական Էմիրությունները, ունենք Նիկոլ Փաշինյանի այցերն են դրանք, զուգահեռ ունենք, որ Պաշտպանության նախարարը Վաշինգտոնում է, մի խոսքով ինչ է կատարվում այս ամենում, հետո ես ամեն դեպքում կփորձեմ Փաշինյանի հայտարարություններից մեջբերումներ անել եւ հասկանալ, թե դուք ինչ եք մտածում այդ ամենի ուղղությամբ։ Դիվանագիտությունը մեր ուր է գնում։ Շատ բարի, ուրեմն ես ուզում եմ, որ մեր դիտումներով հետաքրքրվողներին մի փոքր ուրախացնել առավոտ լուսով, որովհետև անընդհատ այս մթնոլորտում, այս ծանր բացասական էներգիայով լցված մթնոլորտում ոչ մի լավ բան չի հնչում։ Բայց փորձելու եմ նկարագրել այն լավ զգացողությունը, որը ես ունեմ այսօրվա Հայաստանի նկատմամբ, այս պահի Հայաստանի նկատմամբ։ Տեսեք, երբևիցե Հայաստանը միջազգային հարթակներում այսքան ճանաչում չէր ձեռք բերել։ Անկեղծորեն պետք է խոստովանել ի շնորհիվ Նիկոլ Փաշինյանի։ Այո։ Ասում են լավ ենք ասում։ Միանշանակ, ինձ մոտ չկա այդ տարբերությունը, այդ հակասությունը, եւ ես եթե լավ է, ուրեմն անպայման ինձ պարտադրում եմ եւ պարտավոր եմ ինձ զգում անպայման այդ մասին նաեւ խոսել ժողովրդի հետ։ Նախ որ աշխարհի տարբեր երկրների հետ միանշանակ նույն հարթության վրա նա սկսեց հանդիպումներ անել եւ Հայաստանը առաջի անգամ դուրս եկավ միջազգային հարթակներ։ Ուրեմն ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, ես չեմ ուզում, որ մենք անտեսենք եւ մոռանանք արտաքին գործերի նախարարին, նրա բազում հանդիպումները տարբեր երկրների արտաքին գործոս նախարարների հետ բերում է Հայաստան աշխարհի մեր հայրենիքի ճանաչումը։ Իսկ դա շատ կարևոր նշանակություն ունի։ Դանդաղորեն ես այն կարծիքին եմ, որ թղթաշերեփը փոխվելու է երկաթե շերեփի։ Ես դա տեսնում եմ անպատճառ։ Սա շատ ուրախացնող է։ Ուրեմն այս երկու օրը մենք նշեցինք Երևանի տոնակատարությունը։ Այո, բայց ես ասեմ, որ Երևանը 6000 տարեկան է։ Կարմիր բլուրում հայտնաբերված արտեֆակտները ապացուցել են, որ Երևանը 6000 տարեկան է։ Ժամանակին, երբ որ Տարոն Մարգարյանն էր քաղաքապետը, ես նամակավեցի իրեն, որ ի գիտություն ձեզ հայտարարում էի թվերով, փաստերով, ինչ արտեֆակտներ են գտել, ինչպես եղել, այդ բոլորը ներկայացրել էի ու նաև բերել էի պատմաբան Խաչատրյանի խոսքը, որը ինձ ժամանակին ասեց, նա այն ժամանակ ողջ չէր, նա ինձ ասաց, որ Երևանը 6000 տարեկան է, մենք հայտնաբերել ենք, որ դա այդպես է, բայց ռուս գիտնականները թույլ չտվեցին, որ մենք դա տարածենք։ Հասկանալի է, առաջնորդության, առաջինը լինելու իրավունքը մշտապես մենք անգերազանցելի խելքի ու մտքի տեր հայերս մշտապես զիջել ենք օտարներին։ Դա այսօր էլ շարունակում է։ Այո, այդ տոնակատարությունը ինձ ուրախացրեց ինչով նաև։ Ես տեսա, թե տարբեր բակերում, վերանորոգված բակերում Երևան քաղաքի, ճիշտ է, ոչ բոլոր, իհարկե շատ տեղեր կան, որ ահավոր վիճակում են, լցված լիքը, բայց վերանորոգված բակերում հավաքվել են մարդիկ ընտանիքներով եւ ընտանիքներով նշել են քեֆ ուրախություն այսպես, այսինքն առաջի անգամ հայ ժողովուրդը այս տոնի օրը ինքը իրեն մի տեսակ ազատ զգաց, իր քաղաքին տեր զգաց, այս զգացողությունը պետք է պաշտպանել։ Հարկավոր է այսօր ատելությունը վանել Հայաստանի տարածքից, վանել, սա թշնամու պես նստել է մեր իրականության մեջ եւ անverջ մեզ իրար դեմ է հանում։
Իսկ մենք չհասկանալով, թե ինչ են կատարում մեր հետ, սա ամբողջը գնում է հայ ժողովրդին դիմադրությունից գցելու, ուժից գցելու եւ ոչ միայն արտաքին ուժերն են աշխատում Հայաստանի դեմ, այլև ներքին ուժերը, որոնք եւ օտարների գործակալներ են եւ ինչ որ նպատակներ ունեն ընդդեմ Հայաստանի, որովհետեւ այսօր Հայաստանը բաժանվել է մի քանի շերտերի, առաջինը ուզում են իշխանության գալ, իշխանության եկողների եւ նրանց, ովքեր քիչ թե շատ հայրենիքի զգացողություն ունեն եւ ուզում են գալ եւ հայրենիքը պաշտպանել, բարձրացնել, հզորացնել ապագայի համար։ Ուրեմն մի հետաքրքիր բան ասեմ, մի քանի օր առաջ այս երիտասարդական մետրոյով բարձրանում էին մարշրուտով դե ուսանողական շրջանը, բարձրանում էին ուսանողների հոծ խմբերը։ Ես ուրեմն մի պահ կանգ առա ու ձեռքով խաչակնքեցի նրանց թիկունքից, որ բարձրանում էին։ Մի երիտասարդ աղջնակ ասաց, ներեցեք, դուք հավատացյալ եք, ասեցի, այո, ես հավատում եմ իմ ներսում նստած Աստծուն, ես աղոթում եմ, որ այս հրաշալի սերունդը ինքը վստահի իրեն, ինքը համոզված լինի, որ սա իր կայուն հայրենիքն է եւ ինքը այստեղ մնալու է, ապրելու է, չի լքելու, օտար երկրներ չի գնալու, ոչ մի օտար աշխարհ, ոչ մի օտար երկիր չի տա իրեն այն իմաստությունը եւ բաց չի անի նրա արչեւ այն զգացողությունները, ինչ որ ինքը ունի իր հայրենիքում, հայրենիքից դուրս գտնվող շատ նաեւ ընկերներ մտերիմներ ունեմ, որոնք զանգում ասում են ոնց եմ կարոտել Հայաստանը, ամեն քարին, թփին, հողին կարոտում եմ, որպեսզի չկարոտեք եւ կարոտը ձեր մեջ չդառնա քրոնիկ հիվանդություն։ Ուրեմն պետք է Հայաստանը այսօր Հայաստանում ապրողները, ժամանակակիցներս կարողանանք խիստ իմաստուն ձևով կարողանանք պահպանել մեր հայրենիքը, պահպանել եւ հզորացնել մեր մեջ ինչքան էներգիա կա, այդ էներգիան օգտագործել հայրենիքի կայուն հզորացման, հայրենիքի ինքնապաշտպանության համար, որպեսզի այս հրաշք սերունդը կարողանա օգտակար լինել եւ իր համար եւ հայոց ազգի համար։ Տիկին Ասատրյան, տեսեք, ասում եք, մարդիկ ուրախանում են, քեֆ էին անում, հայություն ամեն դեպքում այդ գաղջ վիճակից փորձում ենք դուրս գալ։ Ընդդիմությունն ասում է, մենք քեֆի եւ ուրախության համար առիթ չունենք, քանի որ ունենք գերիներ, ունենք կորցրած Արցախ, եւ եթե դուք դիվանագիտությունը մեր հիմա համարում եք, որ հաջողությունները գրանցում, ապա ըստ նրանց դրանք հաջողություններ չէ։ Նիկոլ Փաշինյանը այնտեղ գնում է Ալիևի հետ փոխզիջման որոշակի պայմանավորվածություններ է ձեռք բերում, գալիս է այստեղ եւ սկսում է անել այդ ամենը։ Եվ ընդհանրապես այս ամենը նախընտրական շոու է։ Եթե ընդդիմությունը չի ուզում ուրախություններ անել, բայց որ տարբեր ժամերի, գիշերային ժամերի, եթե մտնեք տարբեր կազինոներ, զվարճատեղեր եւ այլն, նույն այդ ընդդիմության անձանցից շատերը այդտեղ լավ էլ իրենց ուրախանում են։ Եվ բացի դա, այն դժվարին օրերին, երբ որ դրսից սահմաններից դիակներ էին բերում, Բաղրամյան, ընդ որում այս օրերն էր։ Բաղրամյան, այո, փողոցում հարթակ էին կապել, երկու պար էին անում, բա այդ ժամանակները չէին հիշում, որ այնտեղ մարդիկ են մահանում։ Ես օրինակ պիտի ասեմ եւ թող մեր հեռուստադիտողները լսեն, ուղղակի իմ ներքին աշխարհը ամբողջովին փոխվեց եւ պատահաբար ես ականատես եղա մի սարսռելի պատմության, ֆուրերը էին կանգնած, ովքեր որ պատահաբար ես այդտեղ հայտնվեցի մի գործով, ինձ ասացին, գիտեք, այդ ֆուրերում ինչ կա, ես ասացի, գիտեք ինչ, այս ինչ բանտահաճ հոտ այստեղից գալիս, եւ մեկը ասեց, Տիկին Ասատրյան, փակեք ձեր դեմքը, բայց նայեք, որովհետեւ դուք գրում եք, անverջ գրում եք, հրապարակախոս անձեք, թող ձեր գրչի տակից երբեք չհեռանա այն իրավիճակը, ինչ կատարվել է մեր հետ, հայրիս հետ, այս երիտասարդության հետ։ Այո, այն ինչ որ ես տեսա, այդ օրվանից հետո ամբողջովին իմ կյանքի անցած տարիները մի կողմ մնացին։ Ինձ համար սկսվեց մի ուրիշ պայքար։ Ինձ թվում էր ես գալիս եմ հայոց գենոցիդից, այդպիսի զգացողություն ունեցա, որը մինչև այսօր դանդաղորեն չի հեռանում։ Բայց դա չի նշանակում, որտեղ պատերազմներն անverջ են, հիմա ինչ ասեն Գազայի բնակիչները։ Իդեպ ես այս հարթակով շնորհավորում եմ Գազայի ժողովրդին այս պատերազմի դատարի համար։ Սարսափելի զոհերով, նրանց մոտ դա փաստորեն գենոցիդ էր։ Նրանք տեսան այն ինչ որ մենք տեսանք 15 թվականին, նրանից հետո 20 թվականի հարձակումների ժամանակ եւ այլն։ Ուրեմն ժողովուրդները պետք է կարողանան իրար հետ լեզու գտնել։
Սա է պատճառը, որ այսօր եւ Դուշանբե, իհարկե Դուշանբեում այդքան չէ, բայց Շարմ el-Շեյխում այսօրվա հավաքը աշխարհի մեծերի 20 երկրների ներկայացուցիչների հավաքը շատ կարևորում եմ նրանով, որ նախ Հայաստանը դիտվում է ուրեմն Կովկասում այն կարևոր պետություններից մեկը, որին կարելի է վստահել, որի միջոցով կարելի է որոշակի գործողություններ գնալ Կովկասում եւ ինձ ուրախացրեց, որ այդ աշխարհի մեծերի երևելիների կողքին իմ հանրապետության նաև ներկայացուցիչն է ղեկավարը։ Այդ դա ինձ ուրախացրեց։ Հույս ունեմ, որ ուրախացրեց ընդդիմությունն ասում է Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է Ալիևին, թե ինքը ով է։ Ներողություն Ալիևին չէ, Թրամփին հիշեցնում է ինքը ով է։ Ոչինչ, թող հիշեցնի, Թրամփը այնքան գործեր ունի, այնքան մեծ երկրի ղեկավար է, այնքան խոշոր բիզնեսների մեջ է, որ նրան երբեք նա կարող է երբեք չհիշեր։ Եկեք չմեղադրենք, մեծամեծ մարդիկ երբեմն չեն հիշում։ Այն փոքր երկիրը, որը այսօր էլ ավելի փոքրացած է, բայց երբ որ նրա կողքինները նրան հիշեցնում են, օրինակ շատ կուզենայի, որ մեր գեղեցկուհի կինը աշխարհաճանաչ մեկ անգամ հանդիպում ունենար Թրամփի կնոջ հետ եւ ներկայացրեր Հայաստանը, Հայաստանի անցյալն ու ներկան, ասեր թե ինչպիսի երկիր է եղել Հայաստանը։ Ես կարծում եմ, որ նրա օգնականը Մարկո Ռոն, այո, որը Հայաստանի հետ բավականին բարեկամական հարաբերություններ ուներ, նա անպայման զեկուցել է Թրամփին, թե Հայաստանն ինչպիսի երկիր է։ Ինչ խոսք ասեմ, որ ես վիրավորվեցի, երբ որ նա ոչ միայն անունը չկարողացավ ասել, այլև Հայաստանին Ալբանիա ասեց, թե ինչ ասեց, ես չգիտեմ, վայ Հայաստան ասեցի, եթե ոչ լիներ Տիգրան մեծը պատկերացնում ես ինչ կասեր, կամ Պապ Թագավորը, երբ որ իր երկրի անունը շփոթեին իր հայրենիքի։ Բայց այդ նույն Թրամփ աշխարհով մեկ հիշեցնում է, որ այս տղաները արդեն որպես բարեկամներ են, գրկախառնվում են։ Ուրեմն նրա մտածելակերպը մեկ այլ տիպի գլոբալ մտածողություն է, նա բիզնեսմենի մտածողություն ունի։ Նա չի ուզում, որ աշխարհի այդ անկյունը, որը նավթի ու գազի հիմնավոր աղբյուր է, Իտայով իրենց համար եւ հարցեր կա, Կովկասը շատ կարևոր բնակավայր է։ Տեսեք հիմա Չինաստանը իհարկե չէր մասնակցում այս գագաթաժողովին, բայց արդեն հրաման է արձակել, հրահանգներ է տվել, որ թանկարժեք մետաղները արգելք է դրել, որ չվաճառեն ոչ Եվրոպային, ոչ էլ Ամերիկային։ Սա արդեն շատ բարդ է լինելու, որտեղ այդ բոլոր ներքին այդ բաները, ջիփերը, այդ բաները, այդ ամբողջը աշխատում են այդ փոքր մոդելների վրա, որոնք գալիս են Չինաստանից։ Փաստորեն միջազգային արենայում էլի բախում է երկու ուժերի միջև։ Միշտ այս կոնկուրենցիան, այս պայքարը մշտապես գնացել է իրականության մեջ եւ այսօր էլ կա։ Եվ դա գնում է նաեւ մեր ընդդիմության եւ իշխանության միջև։ Մշտապես նրանք, որ բոլոր ժամանակներում այդպես է եղել։ Միշտ էլ իշխանություն, ժողովուրդ հարաբերության մեջ իշխանությունը համարվել է բացասական, ժողովուրդը մշտապես պահանջատեր։ Այսպես է, եւ դա պետք է հասկանան ու գիտակցեն։ Այստեղ խնդիրը մեկ այլ կարևոր հարցի շուրջ է։ Եթե բոլորը համախմբվեին միասին մեկ նպատակի համար, բոլորը գիտակցեն, բոլորը ասում են, եւ ընդդիմությունը եւ իշխանությունը, որ ամենակարևորը այսօր հայրենիքի գոյությունն է, նրա անվտանգությունը, վերջապես սերնդի ապահովությունը, պաշտպանվածությունը, Հայաստանը պետք է գոյություն ունենա, չի կարելի, Հայաստանը ի դեպ տարբերվում է աշխարհի բոլոր երկրներից ու ժողովուրդներից, ոչ թե նրա համար, որ ես հայ եմ կամ նացիոնալիստ եմ, շատ եմ սիրում Հայաստանը, ոչ, Հայաստանը տեսել է գենոցիդ, կոտորած իրականության մեջ, ոչ թե թղթերի վրա, ոչ թե այլ նպատակներ ունենալու համար երկիր ունենա, Հայաստանը երկիր ուներ, Հայաստանը ենթարկվեց ցեղասպանության, կորցրեց իր երկիրը, կորցրեց իր գենի ստվար, մեծաթիվ քանակը, բաժանվեց, տարածվեց աշխարհով մեկ եւ շատ-շատերին, դուք գիտեք, որ այն ժամանակ ովքեր որ ողջ մնացին, նրանց տալիս էին թուրքական ազգանուններ, իսկ այն երեխաները, որոնք 3-4
տարեկաններին օրինակ Գյումրիի մանկատանը 20,000 երեխա մանուկներ կային, որբեր կային։ Ուրեմն նրանց ամերիկան տարավ եւ տվեցին այլ ազգաններ, այլ անուններ եւ այնքան տաղանդավոր մեր գենը այսօր դարձավ իրեն ժողովրդի համար դա աղբյուր, զարգացման աղբյուր, դրանք բոլորը ծառայեցին օտարներին, ոչ թե Հայաստանին։ Եվ դա տեսնում ենք այդ օտարների պարլամենտներում, տեսնում ենք հենց նախարարական կաբինետներում, բժիշկների մեջ, վիրահատությունների ժամանակ, դեղերի ստեղծման, օգտագործման, տարբեր արտադրությունների մեջ փայլուն հայ գենը յուրովի է, որովհետև նա ծնված չի աշխարհում յուրաքանչյուր ազգ ունի իր առաքելությունը երկիր մոլորակի վրա։ Մենք մերը հոգևոր աշխարհն է, մեր զարգացածությունը դա է։ Մենք օրինակ առաջին համաշխարհի ժամանակ մենք կորցրեցինք 40,000 մատյաններ։ Այսօր աշխարհում պահպանվել են նրանցից 25,000 ինչ ծանր ճանապարհներով մերոնք ձեռք բերեցին տարբեր մեծահարուստները ապրեն իրենք գնում էին դրանք տարբեր ազգերից մեծ գներով վաճառում էին ովքեր որ չէին այրել այսինքն հայը գրի ժողովուրդ է գրի այսօր էլ եւ մեր ամենաառաջին նպատակը մենք այսօր նավթ չունենք որ նավթագծեր անցկացնենք գազի խողովակներ անցկացնենք այլ երկրների համար եւ այլն հայերին տրված է հոգեվոր զարգացումը եւ Հայաստանը այսօր այդ ճանապարհը արդեն ընտրել է տեսեք հիմա կասեք միայն լավ բաներ եք ասում այլ մնացած լավ բաների մասին խոսենք կարճատև գովազդային դադարից հետո Տիկին Ասատրյան հարգելի հայրենակիցներ այժմ գովազդային դադար մեր եթերում որից հետո կշարունակենք մեր զրույցը Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է Տիկին Ասատրյան շատ զանգեր ունենք, լսենք մեկին, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։
Բարև ձեզ Տիկին Պետրոսյան, բարև ձեզ Տիկին Ռուզաննա, ողջունում ձեզ Ռաուլ Գնդելից, միշտ հաճելի է ձեզ տեսնել եթերում ձեր գիտելիքները ժամանակակից աշխարհից իհարկե տպավորիչ են, այո դուք ճիշտ եք ձեր հետ համեմատեմ ունենք երկու բևեռ Չինաստան եւ Արևմուտք եւ դրանցից լավ բևեռը առայժմ մեր կողքին է, դա հուսադրող է Արևմուտքը, նրանք են պահում մեր անկախությունը եւ ոչ մեր սիրունաչերի համար, բայց իրենց շահերի համար դա լավ է։ Բայց ես իմ հարցս ձեր մի ակնարկի մասին էր, դուք տեսնում եք երկաթե շերեփ։ Կուզեի իմանալ, երբ Փաշինյանը կամ իշխանությունները պակասեցնում են Հայաստանի ռազմական բյուջեն կամ ակնարկում են, երբ Փաշինյանը եւ իշխանությունները միակողմանի կարծեք զիջումներ են անում Ալիևին, այսինքն մենք փոխում ենք սահմանադրությունը, բայց իրենք չեն փոխում։ Մենք հրաժարվում ենք Արարատից, բայց իրենց նման բաներ չեն անում։ Դուք դրա մեջ տեսնում եք արդյոք երկաթե շերեփ, հեսավերշացում Տիկին Մարի, իհարկե Արևմուտքը պատրաստ է մեզ տալ այդ երկաթե շերեփը, նրանք դա ապացուցել են, քանի որ պահպանում են անկախությունը, բայց իհարկե մի պայմանով, եթե մենք կողմնորոշվենք դուրս գանք հապկից, դիմենք Եվրոմիության, որը Փաշինյանը դեռ չի անում, բայց հարցս նորից Փաշինյանի քաղաքականության մեջ դուք տեսնում եք այդ երկաթե շերեփը, որտեղ ես ցավոք չեմ տեսնում։ Շնորհակալություն։ Մենք էլ ենք շնորհակալ։ Շնորհակալություն հարցի համար։ Դուք երևի զգացիք իմ խոսքի մեջ, որ ես ասացի Հայաստանը դուրս է գալիս շատ կարևոր միջազգային շատ կարևոր հարթակ եւ Հայաստանը ճանաչել է տալիս ինքը իրեն։ Անկախ նրանից Նիկոլ Փաշինյանը կլինի այս իրավիճակի վաղվա օրվա տերը, թե մեկ ուրիշ անձ, երկրորդ անձ, որը կգա իշխանության, մանավանդ մենք ընտրությունների ենք պատրաստվում, ամբողջ հանրապետությունը այսօր իրար է խառնված, տեղ-տեղ են անում, դասավորում են, շարժումները կուսակցություն են դառնում եւ այլն, արդեն 190 կուսակցություն կա Հայաստանում։ Դեմքերն են ուրիշ դեմքերով արդեն։ Ուրեմն տեսեք խնդիրը ինչու՞մ է։ Ես տեսնում եմ, որ Հայաստանը իհարկե շատ տանուլ տվեց, բայց այն հիմքերը, որ այսօր դրվում են վաղվա համար, նրանք ճանապարհ են հարթում այն անձի համար, որը գիտակցում է Հայաստանի հզորության գաղափարը։ Թրամփի գործողությունները իհարկե դեռ ես չեմ տեսնում ինչպես է լինելու, Թրամփի ուղին կառուցվելու է թե ոչ։ Եթե չխանգարեն, եթե այլ արտաքին միջամտություններ չլինեն եւ կանխեն դա, միայն ասենք, եթե չլինի Ռուսաստանի միջամտությունը, որ դա Թրամփի անունով է, արդեն այդտեղից դրվում է անվտանգության, սկսվում է անվտանգության ճանապարհը։ Սա առաջին, սա դեռ ոչինչ չկա։ Սա ես ապակայի համար եմ ասում, որ ապական կունենա իր երկաթե շերեփը վերջապես։ Եվ վերջապես մեր ժողովրդին մի կայուն ուժեղ բան պիտի ասես, որ նա ոգևորվի, բոլորը հիասթափված են, հարգելիս, բոլորը ասես նայում ես, ինչի մաս խոսում են, ասում են չկա, Հայաստանը չկա, նույնիսկ գրել էին Հայաստանը արդեն վաճառել է։ Այդպիսի բաներ երբեք չի կարելի ասել։ Հայաստանը չի վաճառվում, Հայաստանը ապրանք չի, որ վաճառվի, կախված է մեր զգոնությունից եւ ուշադրությունից եւ նվիրվածությունից։ Փաշինյանը չէր կարող ուրիշ որևէ քայլի գնալ։ Դուք եկեք չմոռանանք, որ 5 պետություններ իրենց նկատի ունեն նաև Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումները։ Ես հիմա կասեմ, իրենց 5 պետություններ իրենց զենք զինամթերքով ու նաև Թրամփի լուր համաձայնությամբ, որովհետև Թրամփը չէր ճանաչում, որ սա հին եւ մեծ Հայաստանն է, որը աշխարհի ամենահնագույն 6-7 տարվա քարտեզի վրա 3 պետություններից մեկն է Ասորեստան, Պարսկաստան, Հայաստան։ Այդ մեկն է, այդպիսին է եղել Հայաստանը։ Թրամփը լինելով բիզնեսի եւ քաղաքականության անձ, նրա համար Հայաստանը փոքրիկ մի օջախ է։ Նա չէր կարող իմանալ, նույնիսկ դուք տեսաք, որ Փաշինյանի անունը չկարողացավ հիշել, Հայաստանի անունը չկարողացավ հիշել, նման պայմաններում Փաշինյանը այս տանուլ տալը, որը պարտադրեցին մեզ, ոչ թե մենք պարտվեցինք, այլ սա վաղօրոք գերտերությունների կողմից ծրագրված խնդիր էր, որոշված էր որոշ հզոր պետությունների կողմից,
դե դուք Թուրքիայի նախագահին էլ լսեցիք, Ռուսաստանի նախագահին էլ լսեցիք, այո, ես վերջին քանի օրերին մի փոքր ընդհարում եղավ Ռուսաստանի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի միջև եւ այնպիսի բաներ այնտեղ գնաց, որ քիչ էր մնում, որ արդեն Արցախը հետ վերադարձվեր ներողություն խնդրեց Պուտինը եւ Ալիևը իրեն արդեն գցեց Ռուսաստանի նախագահի ոտքերը, որովհետեւ զգաց, որ շատ հնարավոր է, որ Արցախը ետ տանեն։ Ուրեմն ոչինչ չէր կարող անել Նիկոլ Փաշինյանը։ Նկատի ունի, ես ոչ թե ուզում եմ այստեղ պաշտպանել Փաշինյանին, հիմա կասեմ մնալով ՀԱՊԿ-ում ենք արևմուտքում մեր այդ որտեղ ուզում է վստահությունը գնա, ինչ ուզում է անի Հայաստանը անվտանգ պահի այսօր, մինչև մեր խելքը, մեր գլուխները գա եւ մենք հասկանանք, որ Հայաստանը մեր հայրենիքն է, մենք ներքևից պետք է իրեն ոտքի կանգնեցնենք։ Երկու խնդիր կա այսօր Հայաստանում ապրող հայերի գիտակցությունը, որ մենք պետք է ունենանք հզոր պետություն բոլոր առումներով եւ ինչ հարց որ բարձրացնենք, առաջին պլանում լինի հայրենիքը, ոչ թե իրենց անձնական նպատակներն ու իրենց գողունը պաշտպանելը։ Թեկուզ շփվելով Ռուսաստանի Դաշնության ինչպես ուզում է անի բոլոր կողմերով նա պետք է իրեն աշխատեցնի, որպեսզի Հայաստանի ժամանակավոր խաղաղությունն ու պաշտպանությունը պաշտպանի, իսկ ներսում միտք ունենան, խելք ունենան, իմաստություն ունենան, ներսում ասում են զիջումներ է անում միակողմանի։ Սա է խնդիրը։ Որովհետև Ալիևը ամեն վարքյան պահանջում է կամ ահաբեկում է, որ կհարցակվեմ, իսկ Ալիևի վրա հույս դնել չի կարելի։ Բայց ժամանակավոր է այս ամենը լինելու։ Ոչ, եթե հիմա Փաշինյանը ստանա որոշակի ուժ եւ Ռուսաստանից եւ Թրամփից, եթե ստանա, տեսեք հիմա Թրամփը կանչել է այնտեղ Շարմ էլ-Շեյխում, հրավիրել է եւ խոսում է, եթե մի փոքր Փաշինյանը հասկանա, որ իր թիկունքը ուժեղ է, այլևս իրեն որևէ մեկը չի կարող իր ժողովրդին վնասել, որովհետեւ եթե հանկարծ ժողովուրդը զգաց, որ ինքը պաշտպանված չի, ինչ կանի, Ալիևին կդնի իր տեղը։ Ով Փաշինյանը։ Ալիևին ոչ մի անգամ փորձեց։ Այո, փորձեց։ Ալիևին ոչ միայն իր տեղը կդնի, այլ եւ հենց ինքը Թրամփին կզեկուցի, որ այսպիսի հարցեր կա։ Իմ ժողովուրդը պետք է ինձ վստահի, եթե դուք ուզում եք, որ ես անեմ այն, ինչ որ դուք ուզում եք, դե ուրեմն իմ ժողովրդի մեջ բարձրացրեք իմ հավատը, այ կանչեք եւ սանձեք այս անձնավորությունը։ Ուրեմն իմ ասածը ոչ թե այս պահին է, պահի համար է, այն ընթացքային գործողությունները, որոնք կատարվում են եւ կատարվելու են։ Հայաստանը պետք է մաքրի, հզորացնի իր ներքին ուժերը եւ շարունակի ամրացնել Հայաստան-Սփյուռք կապը։ Դա շատ կարևոր է։ Եթե ուզում ենք ունենալ ուժեղ, հզոր, երկաթե շերեփով Հայաստանն ու Սփյուռքը պետք է դառնան մեկ բռունցք։ Դա ապակայի խնդիր է։ Եվ ժողովուրդը պետք է հասկանա ինչ է ուզում։ Ժողովուրդը ինքը պետք է ուժ տա իր երկրի ղեկավարին, ով էլ որ նա լինի, թե այսօրվա, թե վաղվա որ պիտի գա։ Երկրի ղեկավարը հիմա ինչ է անում, այսպես կասեն ժողովրդի համար։ Տիկին Ասատրյան, այս մեկ շաբաթվա ընթացքում կարծես թե մենք Հայաստանում ապրելուց չլինենք։ Մի հատ բացենք եւ նայենք հանցագործությունների թիվը, սպանությունները, կրակոցները, ինչ է անում երկրի համար։ Ուրեմն նա ով ժողովրդի տերն է, որ իրեն վստահ է։ Ընդ որում հիմա արդեն դրվում է բնակության վայրը փոխելու խնդիրը, այսինքն եթե այսուհետ ինչ որ միտեղ հարևանների մեջ կոնֆլիկտ է լինում կամ սպանում են կամ անցում են հավաքի իրերը հեռացի այստեղից, ինչ է կատարվում այս ամենը։ Այն որ մենք ամեն ինչը քաղաքականության հետ ենք հարցնում, այո, շատ վատ է որ այսպեսի բաներ կա, սպանություններ, ես այդ մասին երեք չի առաջորնել եմ խոսել այլ հեռուստատեսությամբ, Հայաստանը կորցրել է իր գաղափարական, բարոյահոգեբանական կայունությունը։ Եվ դրանում մեղավոր է Նիկոլ Փաշինյանը։ Դրանում միշտ մեղավոր է երկրի առաջի դեմքը, ինչ որ վատ բաներ է կատարում երկրում, ժողովուրդը ոչ ոքի էլ չի նկատում, ամբողջ բարդությունը դնում են Նիկոլ Փաշինյանի վրա, իսկ հասարակությունը, այս որ թմրադեղերը այսպես հնձում են, դրանում էլ է Նիկոլ Փաշինյանը մեղավոր կադրեր չունի, որպեսզի կարողանա ճիշտ աշխատել։ Հարցերում ինքն է, թող ուրեմն Նիկոլ Փաշինյանի աչքի առաջ են
այն երիտասարդ լավագույն կադրերը, որոնք այսօր կուսակցության մեջ չեն իրենց, բայց իրականության մեջ կան։ Ամեն օր նրանք ելույթներ ունենում, ամեն օր են խոսում մեր հեռուստատեսություններով, տարբեր եթերներով, տարբեր հարթակներով հանդես են գալիս, այդ մարդիկ գաղափար ունեն։ Պետք էր հավաքել, ստեղծել ազգային խորհուրդ, ես 1000 անգամ եմ ասել, որևէ գործի գնալուց առաջ, տեսեք հիմա սահմանադրության խնդիրն է դնում, սահմանադրության մեջ ոչ մի փոփոխություն չպետք է լինի։ Եթե փոփոխություն լինի, պետք է ընդունեն միայն մահապատիժ, ովքեր որ Հայաստանի Դավաճանի Հայաստանի նրան անպայման մահապատժի ենթարկեն։ Այս սա պետք է լինի, որպեսզի Հայաստանը դառնա մեկ բռունցք, ինքը իրեն առողջացնի։ Այս ինչ է կատարվում։ 1000 մասի բաժանել։ Թող հզորանան, թող հասկանան, որ մենք ունենք մեկ հայրենիք, այդ հայրենիքի համար ոչ թե պայքարել գնալ աթոռի նստել, պաշտպանել այն ինչ որ իր տիկունքում կա, այլ պաշտպանել Հայաստանը։ Նիկոլ Փաշինյանն էլ ասում չի, երազանքի հայրենիք ունենք։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, ամեն ինչ աշխատում է անել, որպեսզի ցույց տա, որ այդ իր իշխանությունը հենց այնպես չի եկել, որ իրենք անմեղ են, որ այս, որ այն, բայց իրականության մեջ ով աշխատում է, սխալներ է գործում։ Այդ սխալները պետք է շտկեն, եւ ես համոզված եմ, եթե շտկեն, եթե ամբողջ հայրենիքը այստեղ բռնցքվի, սփյուռքը այնտեղից հասկանա, թե ինչ են անում, ոչ թե 1000 մասի կբաժանվեն 190 տեխնացու կդնեն վարչապետության համար, այլ կընտրեն մեկին, օրինավերին, հայրենասերին, հային, աջունով հային, ոչ մի երկրի գործակալ չեղող անձին, հասկանալի է, փնտրենք Հայաստանում, գտնենք այդպիսի մեկը, որին վստահում եմ ես, դուք, մյուսները, կան, ուր են, անմիջապես եթե որևէ մեկին տեսնես, որ մեջը կա հայրենիք եւ ուզում ես պաշտպանել նրան, սկսում են վարկաբեկել 1000 տեսակի բաներ անել։ Կամ նախկիները հատնվում են այդ նրա մարդկանց կողքին եւ նույնիսկ այսպես խոսում եմ, չէ՞, մեկ էլ տեսնում ես մի ողորմելի հայի վերջին տականքը, մեկ էլ կարող է այնպեսի բան ասել, որ ես այսպես զարմացած կմնամ, որովհետեւ ինձ համար հայրենիքից դուրս ուրիշ վեր, բան գոյություն չունի։ Ես շատ անկեղծ եմ իմ հայրենիքի հետ։ Եթե այսպես որ խոսում են, կարծեն թե իմ ճակատը համբուրել են, այնքան բաներ անց են դարձել։ Ես ոչ մի բանի ուշադրություն չեմ դարձնում եւ շարունակում պայքարել։ Գրիչը նույնպես զենք է։ Լավա դուք գիտեք, իսկ ես իմ զենքով միշտ պայքարի առաջակազմած եմ եղել եւ տեսնում եմ վաղվա ապագան։ Այո, Հայաստանը հզորանալու է։ Ումով ենք հզորանալու, եթե այսպես շարունակվի իրար հանդեպ այս ատելությունը, իրար հաշվեհարդար տեսնելը։ Մենք ներքին ինքնակառավարման մի հատուկ մոդել ձև հայերս երբեք հունից դուրս չեն գա այն մակարդակի, այն աստիճանի, որ վտանգենք մեր հայրենիքը։ Պահը կգա, երբ որ կզգանք արդեն, որ դա անհնարին է, պարզապես պետք է մարդուն հասկացնել, որ այս հարցերի նկատմամբ դուք սխալ եք, մի արեք այդ, հարցրեք ժողովրդին, դա կարելի է թե չէ։ Նույնիսկ ինձ գրել էին, թե դուք ուզում եք, որ պատերազմ լինի, երբ որ ես առարկեցի, ասեցի այդ Թրամփի ուղին, թող որոտար մարդիկ չկառուցեն, որովհետև վաղը մի սուր ասված գետի մեկը մյուսին կվաճառի, ոնց որ մեր հանքերն են այսօր վաճառել օֆշորներին ու տարբեր մարդկանց։ Ինձ ասացին, որ պատերազմ որ եղավ, ով է գնալու պատերազմի, մենք այդքան զոհեր տվեցինք, հիմա էլ ուզում եք զոհեր տանք։ Պատկերացնում եք, ինձ այդպեսի բան են ասում։ Ոչ, ես չեմ ուզում զոհեր տանք։ Բայց որ վաղը մի սուր մի բան լինի, ով է կանգնելու հայրենիքի փրկության համար։ Նիկոլ Փաշինյանը ասում է 1 տարի 7 ամիս է մենք զինվոր չունենք, Փառք Աստծո, սահմանի չի մահանում։ Իսկ ինչ ենք անում, որ այդ զինվոր դարձող տղաները, որ պետք է գնան հայրենիք պաշտպանեն, քաղաքի ներսում, մարզերում, իրար չսպանեն։ Այդ տղաները պետք է լինեն նաև դիրքերում կողք կողքի։ Տիկին Ասատերյան։ Ուրեմն պետք է սկսել, թեկուզ նոր պետք է սկսել, մանկապարտեզից, դպրոցից, բուհերից, շրջապատից, ամեն տեղ այսօրվա ուսուցիչը, լավ ուսուցիչը ինքն է պատասխանատու վաղվա մեր հայրենիքի համար։ Դա եք ուզում, որ ես ձեզ ասեմ։ Այո, եւ կրթության մեջ են նորից մեղադրում Նիկոլ Փաշինյանին, կրթությունը նորաձև իր արշավով, մի խոսքով, ամեն ինչում մեղավոր է Նիկոլ Փաշինյանը։
Ես ասացի ձեզ։ Եվ միայն նրա հեռացումից հետո մենք հնարավորություն կունենանք վերականգնել մեր ազգային արժեքները, Արարատը կմնա։ Ես լրիվ հասկանում եմ։ Ուրեմն նրանք, ովքեր որ ոչ իշխանության հետ են կապ ունեցել, ոչ էլ այդ բաների մասին գիտեն, ես բարձ հիմա ձեզ ասում եմ, սիրելի բարեկամներ, ես ականատես եմ եղել Լևոն Տեր-Պետրոսյանի հեռացման կոչերին, նույնիսկ նրա խրտվիլակը այդ սիրո այգում, սիրահարների այգում այրեցին, Միչայելոց այդ այգու անունը ես հանձնաժողովի անդամ էի, ես եմ առաջարկել, որ այդպես դնեն, որպեսզի այդ մոտ ու դժվար ժամանակներում մի գեղեցիկ, մի լույս լինի, հասկանալի։ Ուրեմն տեսեք, Քոչարյանին ինչ արեցին, երբ որ փշալարերը բերեց, փակեց այդ ճանապարհը եւ ահավոր վիճակ էր, հիշեք Սիլվա Կապուտիկյանի ելույթները, ժողովուրդը դուրս եկավ էլեկտրիկ շարժումը, այդ օրերին ահավոր բարդ էր Քոչարյան հեռացիր, արդեն դրված էր հայաստանցի Ղարաբաղցի հարաբերությունը, այդ հարցում նույնիսկ ես մի միջամտություն արեցի, որի համար իհարկե պատժվեցի, որ վերջացրեք այս բանը, հայաստանցի Ղարաբաղցի չկա, կա մեկ ժողովուրդ, կա մեկ հայ ժողովուրդ, եւ այդ ժողովուրդը միացում բարով եկավ իշխանության, ցավոք սրտի այդ միացումը դարավ պարակտություն եւ այսպեսի վերջի արժեվ կանգնեցրեց, ուրեմն տեսեք հայերս պետք է դրանից հետո եկավ Սերժը, Քոչարյանից հետո Սերժիկ հեռացիր, հիշում եք այդ ամբողջ Մերժիր Սերժին եւ այլն, ահա հիմա ծափ ծիծաղով, թմբուկներով եկավ Թավշա հեղափոխականը, ահա հիմա ինչ եք ուզում, բոլորդ կանգնած եք այն ժամանակ հավատում եք, ինչն էր, հիմա ինչ է խնդիրը, Փաշինյանի խնդիրը, խոստումներ է տվել եւ չի անում, հիմա գոռում են Փաշինյան հեռացիր, հաջորդը ով է լինելու, ուրեմն հաջորդը թող գրի իր պատմությունը, հաջորդին էլ են գոռալու Պետրոս, Կիրակոս, Սողոմոն, հեռացիր, այսօր որ օրն է, հիշեք, ես ձեզ բան եմ ասում, եթե այն ձեռքը որ դնում են Աստվածաշնչի վրա, սրտանց դնեն, եւ եթե Աստվածաշունչը այն մեծ զորությամբ, երբ որ ձեռքից գնացող իրեն էներգիայից զգում է, որ կեղծ է, պետք է այդ ձեռքը այրի Աստվածաշնչի վրա դրված, այդպես պետք է լինի, որ հասկանան, որ կան երկիր պահեն, ոչ թե թալանեն երկիրը։ Շատ զանգեր ունենք, փորձենք լսել մեր հեռուստադիտողներին, այս պահին զանգերը չեմ տեսնում, բայց շատ են, Տիկին Ասատրյան։ Տիկին Ասատրյան, հա, ես ուզում եմ շփվենք, որտեվ ամեն դեպքում Սփյուռքի հետ համախմբման կոչ եք անում դուք, միշտ եք արել եւ հետաքրքիր է լսել նաև նրանց կարծիքը։ Սփյուռքի հետ պետք է համախմբվել։ Մանավանդ երբ որ գիտենք, որ մեր թշնամիները այդ Սփյուռքից ահասարսուր։ Ախր ինչ է նշանակում Սփյուռք։ Սփյուռքը դա Հայաստան է, հայեր ենք։ Հիմա կասեն, ոնց որ ասում եք Ղարաբաղն է Հայաստան, Արցախն է Հայաստան։ Սփյուռքում ապրում են մեր հարազատները, մեր այրունակիցները։ Ես Սփյուռքում ազգակցական բարեկամներ չունեմ իհարկե, բայց մտերիմներ, բազմաթիվ մտերիմներ ունեմ, նրանք ինձ համար շատ թանկ են։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք, լսում ենք ձեզ, բարև ձեզ, լսում ենք։ Տիկին Ստեփանյան, Ասատրյան, Տիկին Ստեփանյան, կարծում եմ դուք 7 տարի առաջ խախտվել եք եւ ելի 7 տարի առաջ խախտվել եք, նորից եք ուզում խախտվել։ Դուք ասում եք Փաշինյան միջազգային հարթակներ է դուրս գալիս։ Այո, դուրս է գալիս, որտեղ դեպք են առնում, իրան ծաղրում են, ասում եք ոչինչ չէր կարող անել բանի դեմ, Տրամպի դեմ, կարող էր մեր պատմությունը ներկայացնել, կարող էր Արցախի իրական պատմությունը ներկայացնել, կարող էր, ասում եք ճանապարհ տվել, ճանապարհը անխոչնդոտ է, որտեղ թուրքը պիտի հայ երես չտեսնի։ Լավ, հասկանալի է։ Այդպիսի բան չկա։ Լավ, հասկանալի է ձեր դիրքորոշումը։ Սա այն է, որ մենք չէ, հանրությունը եւ ներողություն։ Ուրեմն հայ ժողովուրդը այնքան հիասթափված է այսօր այս պահին, եւ Սփյուռքը եւ Հայաստանը։ Եթե ես հիմա սկսեմ ասել այն, ինչ որ դուք ուզում եք լսել, դուք եք ձեզ շատ վատ ասկալու, որտեղ ժողովուրդը ինձ հավատում է։ Բայց որ դուք չեք ասում, դուք խաբված եք։ Այո, որ ես դա չեմ ասում, ձեզ թվում է թե ես խաբված եմ, ես չեմ տեսնում դա։ Արարատի մասին ես վեպ եմ գրել, որտեղ վերջում ասում եմ, կոչեմ ապրոած, որ Արարատը չմնա անդարձ։ Դուք հասկանում եք, այդպիսի մարդը, այդպիսի հոգեբանություն, Շուշիի մասին վիպերկ եմ գրել։ Յուրաքանչյուր քարն ու թուփը ինձ
հիշեցնում է այն օրը, որտեղ ոչ միայն Շուշի վիպերն եմ գրել առաջինը, որը ֆիլմի է վերածվել, այլև խոսեցի այսպես հուզվեցի այդ բանից Շուշի գրքի շնորհանդեսը Շուշի եմ անցկացրել եմ եւ ինձ պատվավոր քաղաքացի են ընտրել Շուշիի ձեր կարծիքով ինչ է ես կարող եմ ողջունել եւ ուրախանալ որ այս կա այն կա քանի դեռ այսօր այս process-ն է քանի որ գնում է այսօր այսպիսի հակասություն ծանր հակասություն ժողովուրդը բաժանված է հազար մասի Ես ինձ թույլ չեմ տալիս Եվ բաժանումն է Նիկոլ Փաշինյանը սևեր սպիտակներ այսօր ես դուք մյուսը ուրիշ բաներ ենք մտածում բայց Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կա նաև հասարակություն որոնք դարձյալ մեր այրնակիցներն են որոնք այդ ձևով են մտածում դուք չեք պատկերացնում թե այդ մարդիկ ինչպիսի այսպես վերաբերմունք են ցուցաբերում եւ ինչեր են խոսում եթե ես այսօր կանգնեմ ու այս պահին սկսեմ ասել այն ավելի սրացնեմ, ասեմ, որ մեր Սրոպ Մաշտոցի նկարն են հանել գրքերից, հայոց պատմությունից ջնջել են էջեր, հայոց պատմության ժամերն են կրճատել, որ արժեք չունի, որ մեր 200 կիլոմետր տարածք այսօր Ադրբեջանի իշխանության տակ Ադրբեջանը ոչ մի քայլ չի անում, բայց ինքը գնում է խաղաղության, որովհետև ես եւ դուք չգիտենք թե Ալիևը նրա հետ ինչեր է խոսել եւ ինչ կարող է անել չլսելով ոչ միայն Պուտինին տեսակ թե ինչ էր անում արդեն հենց իր առաջ Պուտինի առաջ ինքը զորքեր ուղարկում Ուկրաինա որ մի վարկյանում կարող էր զորքը լսված է ահա որ Նախիջևանում եւ այլն եթե այս պահին ես որ ժողովուրդը ինձ ունի բավարար սիրո իր չափը ունի իր քանակը եւ գիտի թե ես ինչ կարող եմ ասել ինչեր կարող եմ ասել Հասկանալի, այդպես խոսեմ, ուրեմն այն վերջին հույսը, որ այնտեղ մնացել է, որպեսզի Հայաստանը դիմագրավի այնքան, մինչև այն ուժերը, որոնք կարող են ներքևից բարձրանալ եւ Հայաստանը կայունացնել, կարողանան գործ անել։ Այնպես որ շատ հարցեր կան, որ իմ սրտով չի, բայց քանի որ ես երթվել եմ ընդհանրապես վատ բաներ չխոսել եւ ժողովրդին ել ավելի չներվայնացնել, ես ձեզանից ներողություն եմ խնդրում, եթե ձեր ուզած, ձեր սրտի ուզածով դա չեմ ասում։ Ես չեմ խոսի որևէ մեկի մասին, վատ բան չեմ ասի, դա ինձանից չեք լսի, դա իմ բառապաշարը չի, բայց ես ձեզ թվեցի այն բոլոր բաները, որոնք կատարվել են եւ որոնց մասին ես հազարավոր հոդվածներով հանդես եմ եկել։ Տիկին Ասատերյան, իրականությունը բոլորն էլ արդեն հասկանում են, գծում են, բռնում են, խոսում են, նպատակը մեր հաղորդումների եւ հանրությանը բերել մի հարթության, որպեսզի լինի համաժողականություն, լինի մենք ես դրա մասին ենք խոսում, որ քաղաքի ներսում իրար դանակահարող տղաները պետք է լինեն դիրքերում, սիրելի Մարի, ընտրությունները արժևում են։ Լավ առիթ կա։ Դե տեսնենք ինչ է կանում։ Եվ ովքեր են լինելու քննածուները։ Այսքան իրադարձություններ, որ կատարվեցին, Հայաստանը փոքրացավ։ Եթե ես հայտարարում եմ, որ Հայաստանը գրպանի նկար չի կարելի դնել գրպանը փոքրացնել, Հայաստանը հզորանալու է, հզոր երկիր է, նույնիսկ այդպես չպետք է արվի։ Հազար ու մի բան, դուք ինձ ուզում եք, որ ես այստեղից ինչպիսի կոչեր անեմ, ոնց ասեմ, ազգակործան, որ իրար դեմ դուրս գան, առանցնել ժողովուրդը պետք է հասկանա գոնե թեկուզ այս պահին, թեկուզ 3 ամիս է մնացել, թե 6 ամիս, եթե ժողովուրդը զգաց, որ իր պետությունը, իր երկիրը գլուխ չունի, այսպես փողոցներում օրական մեկ-մեկին խփի։ Պետք է հասկանա, որ կա ուժ, կա թեկուզ այդ ուժը իրենց ուզածը չի, իրենց ցանկացածը չի, իրենց երազածը չի, բայց դա ուժը եւ այսօր Հայաստանի գլխին է նստած։ Ուրեմն պետք է հասկանա ժողովուրդը, որ կա եւ որպեսզի կարողանա զսպվի, այդ զսպվածությանն եմ ես կոչանում ժողովրդին։ Սա է պատճառը, որ իմ բարձր գիտակցությունը ինձ թույլ չի տալիս, որ ես բաց անեմ եւ ժողովրդի առջեւ փռեմ Հայաստանի Հանրապետության սպիտակ եղենը։ Մենք զանգ ունենք, լսենք հեռուստադիտում։ Իդեպ այս զանգը չեմ կարողանում վերցնել։ Տիկին Ասատերյան, քանի որ խոսում ենք ընդհանուր իրավիճակից, խոսեցինք սպանություններից, ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի հրամանատարը Իշխան Վահանյանը 16 տարի ազատազրկման դատապարտվեց։ Ինչու՞։ Ծնողները դեմ են։ Ծնողները ավելի խիստ պատիժ էին ակնկալում։ Ինչի համար։ Ջրականի տղաները, նորակոչիկները, ամբողջ տղաները 300 հոգի պատերազմի ժամանակ
որ մնացին, այսպես ասած, առանց հրամանատարի եւ ոմանք զոհվեցին, ոմանք անհետ կորան, ոմանք մի խոսքով։ Արդյոք 16 տարի ազատազրկումը դա այն պատիժը չէ, որ ինչու ծնողները չեն համաձայնվում։ Ավելի խիստ պատիժ ասածը դա որը պետք է լինի։ Ավելի խիստ պատիժը գնդակահարությունն է, ուրիշ ոչինչ։ Ես ավելի խիստ պատիժ չեմ տեսնում այն անձի համար, ավելի մեծ պատիժ, օրինակ Նայիրի Հունանյանին ինչու են պահում։ Ինչու են պահում։ Հասկանալի, եթե պահում են, ինչու չի բացահայտում այդ գործը։ Եթե այդ տղան այսօր կալանավորված է ու չի բացահայտում, ինքը չի ասել, ինչպես է եղել, ով է արել դա։ Գիտեք, հայ իրականության մեջ կա այսպիսի բան։ Երբեմն պատժում են նրան, որը հեղինակը, այլ ինքը պարզապես գործիք է եղել կատարելու, իրեն հրամայել են, ինքը երկրորդ երրորդ կատարող էր, ինքը կատարել է։ Իսկ ով էր հրաման տվողը։ Այս սրանց որոնեք, դրանք ազատ շրջում են, հանցագործները ազատ շրջում են Հայաստանի փողոցներով, իսկ տղաները, որոնք շատ հարցերում իրենք այդ խնդիրների հետ այդքան էլ կապված չեն, սխալ է կրում։ Իրավապահ մարմինները պետք է շտկեն իրենց խնամից ծանոթ բարեկամները բավական է օգտագործել։ Եթե Հայաստանը կարգ ու կանոնի երկիր չդառնա, մենք պատժվենք։ Փորձենք մեկ զանգել ընդունել, լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք ձեզ։ Hello։ Այո, լսում ենք։ Լսում ենք։ Okay, ես մի հատ հարց ունեմ։ Լսում ենք ձեզ։ Ես ամեն անգամ գալի բոլորն է խոսում են, ոչ մի բան չեն կարող անել։ Ես կոչ եմ անում եմ ժողովրդին, հայ ժողովրդին։ Ես էլ եմ գալու շուտով Հայաստան։ Ես սպասում եմ, որ մեր մարդիկ նստեն աթոռին։ Այդ Փաշինյանին ես անգամ Լավ։ Մեկ զանգել եմ ընդունում եւ արդեն հաղորդումը փորձենք ամփոփել։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Այո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհավորում եմ ձեր հյուրին, ձեր հայրենասեր կներեք անունը մոռանում եմ։ Ռուզան Ասատրյան։ Ես պատկերացնում ինքը հայրենասերը, բայց ես չէի պատկերացնում, որ շատ քաղաքականությունից շատ ուժեղ է։ Եթե այսպեսի բաները չլսել, շատ իրական ճիշտ բաներ ասում։ Օրինակ ես Սիլիով քանի անգամ նույն տապանով ասել եմ, որ Փաշինյանը պետք է ժողովրդին հասկացնի, որ մենք խաղաղություն ենք ուզում, բայց ասած եթե պատերազմի հարց եղավ, մենք պատրաստ ենք առավել եւս քան 44 օրվա պատերազմին մեր երկիրը պաշտպանելու։ Շնորհակալ ենք այսօր, բայց այդ հնարավորություն, ինչպես տիկին ասեց, չեն թույլատրում, որ ինքը ասի։ Երկրորդ, ընդդիմությունը եւ ժողովրդի որոշ մասը ասում են, որ ինչու դեմ չի գնում, ինչու պահանջները չի ասում, արդյոք եթե ինքը դեմ գնա, ավելի իր պահանջները անի, սահմանադրության կանոնները այդի մեզ կօգնի։ Եվ երկրորդ հարցս, ես համաձայն եմ եւ մեզի 100%-ով այդ Թրամփի ուղին մեզ շատ ակնելու համ խաղաղության պատճառով, համ տնտեսական հզորության պատճառով եւ ամբողջ Եվրոպան պետքա մեր տնտեսությունը ուժեղացնի եւ իրանց շահի պատճառով մեզ երկիրը կպաշտպանեն եւ Վիլսոնը, որ այդ հրամանը տվեց Հայաստանի սահմանների մեծացման, Թրամփը կարող է ինչ-որ ձևով դրան օգնի։ Լավ, հասկանալի է, ես ստիպված եմ ընդհատել, ժամի մեջ չենք տեղավորվի, ամեն դեպքում մեր հեռուստադիտողի հարցերը։ Շնորհակալություն հարցերի համար, դուք արդեն պատասխանեցիք այդ հարցերին, որտեղ շատ ճիշտ դուք ինձ հասկացաք։ Շնորհակալ եմ, որ ինձ կռահեցիք։ Տիկին Ասատրյան, ձեզ հասկանալու համար նաև ասեմ, որ օրերս դուք գրառում եք կատարել եւ վարչապետին կարծես թե դիմել էիք Միքայել Աջապահյանի հետ կապված, որ վերանայի, ճիշտ է, չխառնվի դատական գործընթացների, բայց ամեն դեպքում պետք է վերանայել, թե ով է հայտնվել անազատության մեջ։ Ուրեմն Միքայել Աջապահյանը Ռուզան Ասատրյանի համար ղևոնդ երեցն է։ Ներսես Շնորհալին, Խրիմյան հայրիկը, Վազգեն առաջինը, Աջապահյանը այն բացառիկներից է, որը ունի շատ մեծ իմաստնություն, շատ խելացի է, արմատական հայ է, հոգևոր բարձր զարգացածության տեր անձնավորություն է, որը մեր եկեղեցում է, եկեղեցին ունի այդպիսի հզորություն,
Սա պատմական երևույթ է, պատմական անցյալի մեջ մենք այսպիսի սխալներ թույլ չպիտի տանք։ Նա այս բոլորը այդ հայտարարությունները ես չեմ հավատում։ Նա հոր կամեցողությամբ է դա արել, ինչպես հայրը իր որպես ընտանիքի մեծ, այո, որպես մեծ, որպես հոգևոր մեծ առաջնորդ, դե Շիրակի տարածքը ավանդապահ երկիր է, Շիրազգը ավանդապահ տարածք է, Շիրակի տարածքում ինքը գիտեք որքան հարգանք եւ աղանդներն են այնտեղ քիչ, եւ աղանդներն էլ են քիչ, այո, շնորհիվ իր աշխատանքի մեծ աշխատանքի, ուրեմն պետք է զգույշ լինել, որ վաղ միսօրը նզովքի չարժանանան նրանք, ովքեր անգիտակցորեն այս աստվածապաշտ ազնվորությանը, իրոք բնական խելքի տեր աստվածապաշտ ազնվորություն է։ Մենք պետք է զգույշ լինենք նրան դեպքից հայ եկեղեցին եւ մեզ լսողները հիմա կասեն, դա էլ Նիկոլ Փաշինյանը հրահրեց։ Եկեղեցու դեմ արշավը, հոգեվորականների դեմ արշավը։ Գիտեք, իսկ ովքեր են հրահրում Նիկոլին։ Այս խնդիրը, սրա համար եմ ես ուզում որ բան լինի։ Իհարկե սխալ էր, բայց ինչ եմ ասում, բաց նամակ եմ գրել իրեն։ Անպայման ազատեք իրեն, չի կարելի իրեն պահել բերդում, դա մեր խայտարակություն է, ազգային խայտարակություն է, Արարատի գերբի վրայից հեռացնելը հայոց խայտարակություն է, Մեջսրոպ Մաշտոցի նկարը հանելը խայտարակություն է, հիմա ինչ եք ուզում ասեմ։ Իսկ ինչ կասեք 44-օրյա պատերազմի վերաբերյալ հանձնաժողովի զեկույցը պատրաստ է։ Շատ վատ։ Այն հրաժարվում են ներկայացնել շատ վատ, շատ դժգոհ եմ։ Ինչու չի բացահայտվում, որ բացահայտվեց հայ ժողովուրդը ամբողջովին, մինչև վերջ, եթե հիմա մի քիչ բարոյական արժեք մնացել, դա կկորցնի։ Թե ինչեր են կատարել, ով ինչ է արել, ինչպես են իրենց պահել եւ ինչու այսքան զոհեր ունեցանք եւ ինչու կորցրեցինք Արցախը։ Սա է խնդիրը, որ չի բացահայտվում, ռիսկ չեն անում։ Սա հրդեհ է։ Եթե բացահայտվեց ամբողջ աշխարհի հայությունը, Հայաստանի հայությունը, ոչ թե այստեղ փողոցներում կամ շաբաթը մեկ կսպանեն, այլ այդ սպանությունները ամենտեղ կլինի, քաղաքացիական պատերազմի կվերածվի, դրա համար լռել են այսօր, մինչև տեսնեն ինչպես կգապահը կբացահայտվի, այդպես չի մնա, որտեղ ժողովուրդը բոլորը գիտեն։ Փաստորեն զեկույցը պատրաստ է, այն մնում է միայն հանրայնացնել։ Հայտնվել են մարդիկ, որոնք տարբեր առիթներով բացահայտումներ են անում։ Ես սոցցանցերում կարդացի ու ասացի, այո, ուրեմն այս նյութերից այնտեղ էլ կա, այս որ սրանք խոսում են, գրում են, բայց չի որ այնտեղ կոնկրետ հետաքննությունը այդ ամեն ինչին տեղակ են։ Խայտարակ ձևով է վերաբերվել Արցախի հետ։ Արցախը ուղղակի փուրը տվեցին։ Այո, լուրջ եմ ասում։ Արցախը երբեք չէր հանձնվի, այդքան զենք ու զրահ ունեցող երկիրը, այդպես հերոսական երկիրը, այդքան 9 ամիս բլոկադայի մեջ մնացող երկիրը, որը կարողացավ դիմանալ, Արցախը չէր պարտվի։ Մի կողմից Ռուսաստանի անփուդությունն ու ադրբեջանական ամետությունը, մյուս կողմից ներքին գել ու գազանները, մյուս կողմից Հայաստան թափանցված օտար գործոնները եւ այլն, Արցախը ուղղակի հանձնվեց։ Արցախահայերին օգնելու համար որոշել են ֆոնդ ստեղծել։ Հասարակական կազմակերպությունները դրամահավաք կազմակերպեն եւ օգնեն արցախցիներին, ովքեր բնակարանի հետ խնդիր ունեն, վարձերը չեն կարողանում վճարել։ Շատ ճիշտ են արել, որ այդ ֆոնդը ստեղծել են։ Այդ ֆոնդի հոգաբարձուների խորհրդի մեջ թող ընդգրկեն այն բոլոր արցախցիներին, որոնք Արցախի բանկերի ողջ հարստությունը տեղափոխեցին Հայաստան կամ այլ պետությունների բանկեր, որոնք Դրամբոնի եւ մյուս այն մի հանքի անուն ինչպես մեկներ կար, ոչ միայն Դրամբոնի, այդ հանքերի ոսկիները բոլորը իրենց հով արեցին, որոնք այն 400 կիլոգրամ ոսկին, որոնք Մարտակերտի տարածքում կարծեն ասացին, պահել են եւ հետագայում հանձնել թուրքերին եւ այլն։ Ուրեմն այդ անձինք այսօր կան, ազատ են, շրջում են, թող այդ մարդկանց, եթե մի դույզնինչ հոգացավություն կա նրանց մեջ, իրենց հայր կոծրած հայրենիքի ծննդավայրի եւ հայրենակիցների նկատմամբ, թող հոգաբարձուների խորհրդի մեջ ընդգրկեն եւ պահանջեն գումարներ փոխանցել։
ու իսկապես կարողանան օգնել իրենց հայրենակիցներին, մինչև օրը կգա բարին հետը Արցախը հետ կվերցնենք։ Շնորհակալություն եմ հայտնում Տիկին Ասատրյան այսօրվա հաճելի զրույցի համար։ Ինչպես միշտ ձեր թե գրիչը, թե խոսքը դա միասնության կոչ է, դա հանդուրժողականության կոչ է եւ կարող է դուք այստեղից մերձավանցիներին ինչ որ մի խորհուրդ կամ մերձավանցիներին ես ցավակցում եմ կորստի համար, երկու կողմի կորստի համար եւ նախորոք սպանվածի եւ այս վերջերս կատարված դեպքի համար, սիրելի հայրենակիցներ, մենք իրավունք չունենք իրար սպանելու։ Մեր թշնամին թուրքն է։ Այ հիմա ասում եմ, հիմա կասեն, տեսեք, Նիկոլը Քարոզյանը թուրքերի հետ բարեկամություն, ինքը ասում է մեր թշնամին թուրքն է։ Հիմա Նիկոլի կողմնակիցներն էլ ինձ ասեն, թե այդ ինչ ես ասում, հա, այ գիտեք ինչու, ես մի քիչ այսպես ըմբոստացա իմ պատասխանի մեջ, որտեղ բաներ կա, որ ես գիտեմ ինչ եմ անում։ Ինձ պետք չի խրատ տալ։ Ես գիտեմ, որ չի կարելի այս պահին զրկել ուժից, ոնց որ դու իմանաս, որ քո հրամանատարը անճար է, ու դու մտածում ես իրենից է կախված քո ճակատագիրը, ու դու տեսնում ես, որ ինքը ոչինչ չի անում այդ հրամանատարը, մարդը ինչ կդառնա այդ պահին։ Ուրեմն եկեք մինչև այն պահը, երբ քանի դուք, քանի մենք դեռ մենք կայացած չենք, հայ ժողովուրդը դեռ իր հզորությունը, իր ինքնությունը, քանի դեռ իր ձեռքում չի, իր մարտավարությունը, ինքնապաշտպանությունը, այսպես կարծես թե բացի թողի վիճակում է, ուրեմն բարի լինենք միասնաբար մտածել առաջին հերթին մեր ընտանիքները պաշտպանելու, մեր զավակներին պահելու, մեր կանանց չորպացնելու, երեխաներին չորպացնելու, մեր ինքնասիրության, արժանապատվության մասին մտածենք եւ մի քիչ իրար սիրենք, իրար հանդեպ վերաբերմունք ունենանք, սա շատ կարեւոր է։ Երկիրը սիրով են պահում, ասում էր Գարեգին Նժդեղը։ Եթե այդ սերը պակասեց, երկիրը ավերվելու է, քանդվելու է։ Սիրենք մեր երկիրը։ Շնորհակալություն եւս մեկ անգամ Տիկին Ասատրյան, կհանդիպենք։ Կներեք ըմբոստ խոսալու համար։ Ես չեմ սիրում, երբ որ խնդիրը վերաբերվում է ազգին ու ազգի հետ կապված աշխատանքները տանելուց անպայման տանել բախումների։ Անպայման բախումների տանել։ Այ կտեսնես ինչ, կտեսնես ինչ եմ տեսել, քանի դիակ գնաց։ Այ կտեսնես այդպես էր, մի տարեք այսպիսի բաների։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք։ Շնորհակալություն եւս մեկ անգամ Տիկին Ասատրյան։ Հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։